Այս դարում արդեն չես հասկանում ինչա փոփոխվում, ինչ նոր հմտություններ են էլի ձեռք բերում։ Այնքան տեխնիկական բաներ, ինչքան էս մի ամսում սովորեցինք։ Բայց իրա պլյուսներն էլ ունի, հիմա ուզած լիքը նոր բան ենք սովորում։ Միանշանակ, հա։ Չէ, ինչ-որ սենց աքսելերացված, արագացված բան էր, դասընթաց էր, ինչպես մտնել վիրտուալ իրականություն։ Հա, մի քիչ սեղմ էր ժամկետները, բայց Եվ փորձել ինչ-որ բան ստանալ է։ Երևի մի հատ ստուգենք կապը ոնց է, որովհետև արդեն ոնց որ 34 հոգի մարդ կա ներսը։ Երևի հարցնենք լսվում է, թե չի լսվում։ Այո։ Խնդրում եմ ժողովուրդ կգրեք, լսում եք մեզ լավ, թե չեք լսում։ Բարև բոլորին։ Հա, բարև բոլորին։ Հատ որ չբարևենք, թող բոլորը հավաքվեն մի անգամից կբարևենք։ Այո։ Ես երկար ժամանակ մտածում էի երբ եմ on-line դաս տալու ու տենց ինքնաբերել ստացվեց։ Ինչ եղավ քո պրոյեկտը, իմիջալյոց։ Իմ պրոյեկտը ուշանում է, ինչպես բոլոր նորմալ պրոյեկտները։ Software development company-ն է մի քիչ երկար անում իր գործը, կաղա հիմա լսում են, կակրաս կլսեն, ասում են մեր պրոյեկտին։ Հույսով եմ շատ շուտով live կգնա պլատֆորմը ու Անցած շաբաթ հյուր ունեի, որը հենց տենց on-line դասընթացների պլատֆորմա ունի, ինքը Ուզբեկիստանից է, ուզբեկական պլատֆորմա է, բայց հավակնություն ունեն միջազգային ոլորտ մտնելու։ Ու շատ հետաքրքիր գաղափար էր, ինքը կիսվում էր, ասում է, ոնց որ մարդ մտնում է, անցնում է on-line ինչ-որ սենց դիագնոստիկա, ինքը ինչի կարիք ունի։ Այդ նույն միտքը մենք ենք ունեցել։ Ինքը սկսել է քո հետ միաժամանակ, էլի, դրա համար ես ոնց որ զուգահեռ եմ տանում։ Ու այնտեղ ինչ որ հարմոնիկ մարդու հարմոնիկ զարգացման մասին սենց գաղափար է, ասինքն դա քո առողջությունն է, դա քո ֆինանսներն են, դա քո ընտանեկան կյանքն է, դա քո մասնագիտական զարգացումն է, որ սֆերան է, որ կաղում է։ Ու ոնց որ դիագնոստիկա է անում, որ սֆերան է կաղում, ու դրանից ելնելով արդեն ինչ որ սենց մարատոն է։ Հա։ Ինչ-որ էտապներ է անցնում։ Հիմա ինձ լինքը ուղարկել էր, ասեց բանը, ոնց որ մի հատ անցի հետադարձ կապ տուր եւ այլն, ուղղակի ժամանակ չեմ գտնում, հիմա հայերեն եմ խոսում, լավ է, չի հասկանա, թե չէ կնեղա։ Իսկ content-ը իրանք է սարքում, թե Հա, իրանք շատ նենց 5 հոգով հավաքվել են, տարբեր ոլորտներ, մտեղ ռոբոտատեխնիկայի ուղղություն կա, coaching-ի ուղղություն կա, այդ fitness եւ wellness ծրագրերի ուղղություն կա, ոնց որ տես տարբեր ինչ-որ բաներով հավաքվել են։ Ու կարծեմ 50-ից ավել այդպես ինչ-որ դասախոսներ ունեն, որոնք որ տենց բան են անում, այդ մարատոնների մեջ ոնց որ իրանց լուման ունեն, էլի։ Հետաքրքիր գաղափար է։ Մեր կոնցեպտը մի քիչ տարբերվում է, այն առումով, որ մենք չենք content տալու, այլ մենք լինելու ենք պլատֆորմ, որտեղ ցանկացած ոլորտից մարդ, եթե որակյալ content ունի, կարող է տեղադրի ու վաճառի։ Մի քիչ փոփոխել ենք, էլի կոնցեպտը։ Լավ, հետո դրա մասին մանրամասն կզրուցենք, մենք արդեն գնանք ոնց որ live, ես ողջունեմ բոլորին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են հիմա, մեր այս վեբինարների, թե լայվերի, նույնիսկ չգիտեմ ինչպես սա անվանեմ, հեռարձակումների շարքում, որը որ նվիրված է մասնագիտություններին, քանի որ մենք հասկանում ենք, որ այս փոփոխվող դարում նամանավանդես վերջին 1 ամսում այնքան բան է փոփոխվել, որ տարբեր մասնագիտություններ տարբեր ճանապարհներով են գնում եւ հին գործիքակազմով ոնց որ թե արդեն չենք ձգում, հա, մի փոքր պետք է վերանայենք մեր հմտությունները եւ գիտելիքը, որպեսզի ավելի դիմակայենք ապագա մարտահրավերներին եւ լինենք պահանջված շուկայում, մնանք պահանջված շուկայում, եթե նույնիսկ կանք պահանջված։ Ու այս մեր շարքով հեռարձակումների մենք անդրադառնալու ենք տարբեր մասնագիտություններ, որոնք տրանսֆորմացվում են, մասնագիտություններ, որոնք բնականon զարգանում են եւ մասնագիտություններ, որոնք որ ունեն ապագա եւ մենք գիտենք, որ իրենք մեր կողքին են լինելու, չնայած բոլոր փոփոխություններին, հա, այս դարում։
Եվ առաջին մեր հանդիպումը մենք անդրադառնանք նույնիսկ չգիտեմ ինչպես ասեմ նախագծերի ղեկավար, թե ծրագրերի ղեկավար, թե ծրագրերի կառավարիչ, այդ արդեն ոնց որ իմ հյուրը կասի, ոնց է ավելի ճիշտ դա հայերեն ասել, ոնց որ անդրադառնում ենք project manager մասնագիտությանը եւ շատ տրամաբանական եւ շատ ակնկալվող հյուր ունենք այսօր մեզ հետ Աստղիկ Սահակյան, որը որ գիտենք, որ մի մեծ բանակ է տվել project manager-ներին մեր շուկայում եւ ունի էքստենսիվ եւ կարեւորագույնը բավականին խորքային փորձ այս ոլորտում եւ որին ես ուզում եմ ողջունել, բարև Աստղիկ ջան, շնորհակալություն, որ ես Շնորհակալ եմ, որ մեզ հետ ես այսօր եւ շնորհակալ եմ, որ համաձայնվեցիր քո փորձը եւ տեսլականը կիսել մեզ հետ։ Ինչպես ես, լավ ես։ Բարի երեկո բոլորին եւ Արփի ջան քեզ, նախ իհարկե շատ շնորհակալ եմ, որ հենց ինձ հրավիրեցիր, բնականաբար շատ լավ ու շատ կարեւոր նախաձեռնություն է, շատ օգտակար հատկապես այս պահին եւ մեծ հաճույքով պատրաստ եմ մեր այսօրվա քննարկմանը։ Դե ես էլ եմ պատրաստվել, ես էլ իմ հարցերը ունեմ, բայց ոնց որ իմ հարցերով խնդրում եմ եկեք չսահմանափակվենք, որովհետև մեզ մոտ լայվ է գնում եւ ցանկացած հարց, որ ձեր գլխում կառաջանա այսօր, խնդրում եմ կոմենտներում գրեք, մենք սիրով կպատասխանենք, մասնավորապես Աստղիկը, քանի որ ինքն է դրա մասնագետը։ Աստղիկ ջան, առաջին հարցս երևի մի փոքր բնականաբար ոնց որ քեզ ճանաչում են, բայց մի փոքր երևի քո անցած ուղին, հա, ինչպիսին է եղել քո անցած ուղին այս ոլորտում։ Անպայման Արփի ջան, իհարկե փորձեմ հակիրճ տենց հիմնական փուլերը ներկայացնեմ իմ կարիերայի եւ իմ փորձի նախագծերի կառավարման հետ կապված։ Նախ այդ նախագծերի կառավարում, ծրագրերի կառավարում միշտ մի քիչ վիճելի է այդ տերմինոլոգիան։ Հիմնականում իհարկե ասում ենք project management, նենց որ մեր խոսակցության ընթացքում մեկ իհարկե կօգտագործեմ անգլերեն տերմինոլոգիան, բայց կփորձեմ սահմանափակ անել դա։ Իմ project management-ի փորձը սկսվել է բոլորին քաջ հայտնի մեծ ինֆրաստրուկտուրային ծրագրում, դա բոլորի կողմից շատ սիրելի հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրն է։ Ես այդտեղ աշխատել եմ որպես գնումների մասնագետ, հետո գնումների բաժնի ղեկավար եւ դրանից հետո այդ փորձը ինձ թույլ է տվել ուրեմն մոտ 4 տարի աշխատել Ասիական զարգացման բանկի, Asian Development բանկի հայաստանյան գրասենյակում, շատ տարբեր մեծ ինֆրաստրուկտուրային ծրագրերի շրջանակներում։ Իհարկե այնտեղ մենք ունենք նաեւ այլ ծրագրեր, կարողությունների զարգացման հետ կապված եւ այլն, բայց հիմնականը պորտֆելի ծրագրերը եղել են մեծ ինֆրաստրուկտուրային ծրագրեր։ Դրանից հետո մոտ 1 տարի աշխատել եմ IT կազմակերպությունում եւ այնտեղ ղեկավարել եմ մեծ IT պրոյեկտ պետական։ Ես միշտ ասում եմ, որ այդ իմ փորձը IT կազմակերպությունում իմ կյանքի ամենաէկզոտիկ փորձն է եղել, բայց իհարկե էկզոտիկ լավ իմաստով, որտեվ չափազանց հետաքրքիր էր, ուղղակի շինարարական եւ ինֆրաստրուկտուրային ոլորտից հետո հայտնվել IT կազմակերպությունում շատ անսովոր էր եւ մեծ մարտահրավեր էր։ Ես առաջ օր երբ որ գնացել էի աշխատանքի, չէի հասկանում, որ երկու հոգի իրար հետ խոսում են, ինչի մասին են խոսում, ինձ թվում էր, որ ուրիշ մոլորակ եմ ընկել։ Բայց բարեբախտաբար շատ կարճ ժամկետում բավարար գիտելիք ձեռք բերեցի, իհարկե շատ-շատին վրա աշխատելով եւ այնտեղ բավականին հաջողություններ ունեցանք։ Հետո վերադարձա էլի պետական ոլորտ եւ առ այսօր աշխատում եմ պետական ոլորտում, մասնավորապես ճանապարհների դեպարտամենտում, որը տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության կազմում իրականացում է Հայաստանի խոշորագույն ճանապարհաշինարարական ծրագրերը։ Եվ ես հիմա EBRD-ի կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան կամրջի ծրագրի ղեկավարն եմ։ Եվ նաև մի շատ կարևոր մաս, որի մասին կուզեմ խոսել, երբ որ ADB-ում էի աշխատում, մեր մենեջերը ամերիկացի էր եւ ինքը ինձ պատմեց 2013 թվականին պատմեց PMP-ի մասին։
Project Management ինստիտուտի մասին, որը ամերիկյան ինստիտուտ է, Ֆիլադելֆիայում է գտնվում, որը Project Management-ի ստանդարտի ստեղծողն է։ Ինչպես մենք ունենք օրինակ հաշվապահությունում ACCA ստանդարտն է, PMBOK-ը դա Project Management-ի ստանդարտն է, որը մշակվել է Project Management ինստիտուտի կողմից։ Եվ Դեվիդը ինձ պատմեց այդ սերտիֆիկացիայի մասին, որը Ամերիկայում շատ մեծ ուրեմն տեմպերով աճում է պահանջարկը այդ սերտիֆիկացված project manager-ների եւ ես շատ հետաքրքրվեցի եւ պարապեցի 2014 թվականին հանձնեցի ու քանի որ ժամանակ տրեյներ չկար ես սկսեցի դասավանդել ու առ այսօր ամերիկյան համալսարանում դասավանդում եմ այդ ժամանակ մենք մի 4-5 PMP ենք Հայաստանում, երբ որ ես շատ ոգևորված ասում էի, որ ես PMP certified եմ, տենց զարմացած նայում էին, որ այդ ինչ է, ինչ ես տենց ուրախանում, բայց հիմա մենք թիվը ճիշտ ասած կոնկրետ չեմ ճշտել վերջին թվերը, բայց 170-ից 180 PMP ենք արդեն։ Ագրեգի թիվը արդեն Հայաստանյան շուկայի համար բավականին ցենց բավականին մեծ թիվ ու պետք է ասեմ, որ մենք մեր տարածաշրջանում առաջի տեղն ենք զբաղեցնում։ Տարածաշրջան ասելով Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, թե Ահա, բայց եթե մենք նայում ենք բնակչության հարաբերակցությամբ, որ մենք Ռուսաստանին էլ ենք անցել եւ էլի շատ երկրների։ Ու բարձրան պետք է ասեմ, որ նաեւ իմ լուման ունեմ դրա մեջ, որի համար շատ երջանիկ եմ։ Իսկ ավելի շատ եմ ուրախանում, երբ որ հիմա իմ ուսանողներն են հանձնում, քան երբ որ ես ինքս էի հանձնել։ Երևի թե այսքանը։ Հետաքրքիր է իսկապես, որովհետև այդ բանը ստանալը, հաճույքը ստանալը, երբ որ տեսնում ես քո ուսանողը ինչ որ բանի հասել է, երևի աննկարագրելի ընդհանրապես զգացմունք է, հա, որովհետև դրանից իսկապես ավելի շատ հաճույք է ստանում, քան քո նվաճումը։ Քո ուսանողի նվաճումը ոնց որ քո նվաճումն է, էլի ինչ որ։ Ես հիշում եմ, որ առաջի ուսանողս հանձնեց ու մի անգամից հենց դուրս եկավ զանգեց ինձ, հենց 2014 թվականին ես հենց ուրախությունից թռվռում էի։ Իհարկե հիմա էլ եմ շատ ուրախանում, հենց 3 առաջ օրը 2 հոգի հանձնել են, շատ հպարտանում եւ ուրախանում։ Դե տենց առաջ գնա այդ մասով։ Ես երևի անցնեմ մեր խոսակցության ոնց որ բուն թեմային, իրականում մենք շատ լավ հասկանում ենք, որ մեր բիզնեսը հիմա չեմ ասի կոնվուլսիայի մեջ է, բայց ոնց որ ազդված է, հա, այս իրավիճակից։ Ու իհարկե շատերը ոնց որ ասում են, չէ, սա շատ լավ է, մենք մարտահրավերների միջով ենք անցնում եւ ցանկացած իրավիճակում մենք պետքա փորձենք ոնց որ հաղթող դուրս գանք եւ լավ լուծումներ ստանանք եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք հիմա ապրում ենք շատ դժվար պայմաններում, հա։ Եվ կուզենայի մի փոքր ոնց որ գիծ անցկացնենք, հա, նախագծերի project management-ի ու COVID-ի այս հարաբերությունների մեջ եւ այս ներկայիս իրավիճակի ոնց որ սահմանագծում հասկանանք ինչպես կարող է project management-ը օպտիմալացնել այս վիճակը եւ օգնել բիզնեսին։ Ուրեմն ինչպես ասացիր Արփի ջան, միանշանակ այս իրավիճակը ազդել է բոլորիս վրա։ Ես չեմ կարծում, որ կա մի կազմակերպություն, որևէ երկրում կամ ինչ-որ մի պրոյեկտ, որը որևէ ձևով ազդեցություն չի կրել այս ամեն ինչից։ Ուղղակի իհարկե ազդեցության տիպը եւ չափը, մասշտաբը տարբերվում է ոլորտից ոլորտ եւ կազմակերպությունից կազմակերպություն։ Այստեղ եթե մենք պրոյեկտների կառավարման տեսանկյունից ենք նայում, ես կուզեի զուգահեռ անցկացնել տարբեր ոլորտների միջև, մասնավորապես ես գտնում եմ, որ օրինակ IT ոլորտում COVID-ի ազդեցությունը ոչ այնքան մեծ է եղել, ինչքան օրինակ շինարարական ոլորտում։ Բայց կհիմնավորեմ, իհարկե դա չի վերաբերում բոլոր կազմակերպություններին կամ բոլոր պրոյեկտներին, բայց եթե տենց ընդհանրացնենք, ապա ես խոսում եմ մեծամասնության մասին եւ որոնք են դրա պատճառները։ Նախ եւ առաջ IT կազմակերպություններում եւ ընդհանրապես IT ոլորտում մարդիկ շատ ավելի սովոր են հեռավար աշխատանքին։ Այդ կուլտուրան, այդ մշակույթը դեռևս վաղուց վանից կա եւ նույնիսկ շատ պրոյեկտներում
տարբեր թիմեր մեկ IT պրոյեկտում տարածքային առումով գտնվում են տարբեր տեղերում, տարբեր երկրներում եւ երբեմն իրանք նույնիսկ իրար չեն տեսնում եւ կան վիրտուալ թիմեր եւ իրանք շատ բարեհաջող այդ պրոյեկտները իրականացնում են։ Նույնը չեմ կարող ասեմ այլ պրոյեկտների մասին, օրինակ Եթե խոսենք պետական հատվածի մասին, օրինակ այն պրոյեկտը, որտեղ ես եմ աշխատում կամ կազմակերպությունը, դա շատ ավելի շոկային է եւ շատ ավելի անսովոր։ Երկրորդ կետը, որը ես կուզեմ նշել, նա է, որ IT ոլորտում պրոյեկտներում եւ կազմակերպություններում օգտագործում են project management-ի soft։ Օրինակ ամենատարածված soft-երից մեկը Jira-ն։ Շատ-շատերը ճանաչում են, շատ լավ, շատ հարմար soft է եւ IT պրոյեկտները շատ բարեհաջող Jira-ի միջոցով իրենց պրոյեկտները իրականացում են, Jira-ն թույլ է տալիս անել ամեն ինչ, ուրեմն առաջադրանքները տալ թիմին, հետևել պրոգրեսին, ունենալ տարբեր գրաֆիկներ, ռիփորտներ եւ այլն, եւ օգտագործում են նաեւ տարբեր մեսենջերներ, ոնց օրինակ Slack-ն է, եւ դրա միջոցով իրանք կարողանում են իրենց project management-ի էֆեկտիվությունը բավականին բարձր մակարդակի վրա պահել։ Շատ ուրիշ ոլորտներում դա չի արվում կամ չի արվում բավարար մակարդակով։ Էլի ես ուզում եմ զուգահեռը բերեմ իմ պրոյեկտի հետ։ Իհարկե մասնավոր հատվածում հիմա կա տենդենս, որ սկսում են մեծ կազմակերպությունները մտածել, որ ինչ որ soft է պետք, ինչ որ ձևով այդ ամեն ինչը պետք է համակարգել, ինչ որ տվյալների բազա ունենալ, դա մշակել, վերլուծել եւ այլն, կամ գոնե Microsoft Project-ով մի հատ schedule սարքել, ժամանակացույց սարքել եւ այլն։ Բայց կան նաև շատ կազմակերպություններ ու նաև պետական հատվածում, որոնք չունեն այդ project management-ի այդ գործիքները, որը շատ ավելի բարդացնում է այս իրավիճակում project management-ը բավարար եւ արդյունավետ մակարդակի վրա պահելը։ Ոնց որ թիմը սենց մասնատվում է, ամեն մեկը գնում է տնից աշխատում ու այդ կապը, այդ կոմունիկացիան բավարար ձևով չի իրականացվում ու soft-ը չկա, ինչ որ կենտրոնացած տեղ չկա, որտեղ դու այդ պրոյեկտին կարողանաս հետևել։ Այսինքն այս երկու կետերը հուշում են, որ կան ոլորտներ, որտեղ այդ ազդեցությունը ավելի կառավարելի է եւ կան ոլորտներ, որտեղ հասկանում ենք, որ այդ ազդեցությունը ավելի շոկային է եւ ավելի անսովոր։ Բայց արագ տեմպով կկարողանան մտնեն, ասենք ես հասկանում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք ունեն արդեն ինչ-որ soft-եր կամ հարմարացրել են իրենց բիզնես գործընթացները, ոնց որ նախագծերի կառավարման գործընթացների, ոնց որ իրանք տենց շոկային վիճակի մեջ չեն, բայց այն տարբերակը եկեք արի վերցնենք, որ հա, շոկի մեջ են։ Ինչ կարող են իրանք անել արագի մեջ, որպեսզի ունենան արդյունք։ Ուրեմն լուծումների հետ կապված, եթե արդեն խոսում ենք այն գործողությունների, որոնք մենք պետք է անենք, որպեսզի դիմակայենք այդ փոփոխություններին, բնականաբար այդտեղ չկա մի ինչ-որ հստակ ֆորմուլա, որը կաշխատի բոլորի համար, որովհետև կան շատ փոքր պրոյեկտներ, մեծ մասշտաբային պրոյեկտներ, մասնավոր հատված, պետական հատված, այսինքն շատ տարբեր են, ինչ-որ մի ֆորմուլա դժվար է մտածել, բայց կա մի կարևոր հանգամանք, որը ես վստահ եմ պարտադիր է բոլոր ոլորտների, բոլոր պրոյեկտների համար, անկախ նրանց բարդությունից, մեծությունից, փոքրությունից։ Եվ դա project manager-ի դերն է, այս սիտուացիայում project manager-ի դերը, եւ եթե Սովորական պայմաններում մենք ասում ենք, որ ըստ մեր թեորիայի project manager-ը գրեթե իդեալական մարդ է, որը ունի շատ տենց գերհզոր հմտություններ, գիտելիք, փորձ, ցանկացած իրավիճակին դիմակայելու, լուծումներ տալու, ուրեմն կարողություններ։ Այս սիտուացիայում, կրիզիսային սիտուացիայում կամ անսովոր սիտուացիաներում այդ հմտությունների անհրաժեշտությունը կրկնապատկվում, եռապատկվում է։ Ու միշտ կա տենց վեճ, արդյոք project manager-ը պետք է լինի տեխնիկական մասնագետ, թե ոչ, այսինքն օրինակ շինարարության ոլորտում project manager-ը պետք է ինժեներ լինի, թե չէ, կամ IT-ում պետք է software developer լինի, թե չէ։ Եվ ըստ PMI-ի, մեր project management ինստիտուտի եւ ըստ թեորիայի
եւ project management ստանդարտի, project management-ը դա առանձին մասնագիտություն է, որը պահանջում է առանձին հմտությունների հավաքածու։ Եվ եթե մարդը իդեալական տեխնիկական մասնագետ է, դա բավարար չի, որպեսզի նա կարողանա ղեկավարել պրոյեկտ, ղեկավարել թիմ։ Եվ շատ հաճախ պրոյեկտները դրա համար են անհաջողություն ունենում, որովհետև սխալ մարդ է հայտնվում այդ project manager-ի դերում։ Այս սիտուացիայում project manager-ի հմտությունների կարևորությունը, ինչպես ասացի, կրկնապատկվում է, եթե ոչ ավելի մեծանում։ Եվ այստեղ ես ուզում եմ շեշտեմ հենց soft skill-երի կարևորությունը, հայերեն, չգիտեմ ոնց է թարգմանվում ճիշտն ասած, երևի ասենք փափուկ հմտություններ, հա, մի քիչ լավ չի հնչում, բայց Փափուկա պիտի ասենք փափուկ հմտություններ, որոնք են փափուկ հմտությունները project manager-ի եւ առհասարակ։ Իդեպ հիմա ինչ որ ասեմ եւ ինչ որ խոսում ենք, կարծում եմ գիրառելի է ոչ միայն project manager-ի դեպքում, այլև առհասարակ manager-ի, մարդու, որ իր հետևից թիմ է տանում եւ թիմը առաջնորդում։ Առաջի փափուկ հմտությունը դա հենց առաջնորդությունն է։ Leadership-ը եւ դա ուղղակի սիրուն կամ թիթիզ բառ չի, դա շատ կարևոր գաղափար է, ու այդ գաղափարը հենց կայանում է նրանում, որ ոչ ամեն մեկը կարող է լինել առաջնորդ, կարող է առաջնորդել թիմին, կարող է տանել թիմին։ Եվ այդ առաջնորդություն հասկացության մեջ ոնց որ ենթամասեր կան, առաջնորդը պետք է կարողանա շփվի, որովհետեւ ինքը այդ կապող օղակն է թիմի, ավելի բարձր մենեջմենտի, այլ շահագրգիռ կողմերի հետ, stakeholder-ների հետ, դա էլ հայերեն շահագրգիռ կողմ են ասում, բայց դիտենց 100%-անոց լավ թարգմանություն չի, ինչևէ։ Պետք է կարողանա արագ որոշումներ կայացնի, այստեղ նաև կարևորվում է emotional intelligence-ի դերը, այսինքն ինչպես է լիդերը կարողանում իր էմոցիաները կառավարել եւ հետևել իր թիմի էմոցիաներին եւ մոտիվացնել։ Այստեղ ես կարծում եմ, որ այս սիտուացիայում այդ բոլոր ուրեմն soft skill-երի կարևորությունը անփոխարինելի է։ Այս դժվարին պահին project manager-ները, լիդերները էլ ավելի պետք է ջանք գործադրեն, ավելի շատ պետք է շփվեն թիմի հետ, ավելի շատ պետք է հասկանան թիմի խնդիրները, պետք է կապը չկորցնեն թիմի հետ, պետք է հասկանան, որ մարդիկ բոլորս ունենք այս պահին ինչ-որ մտավախություններ, վստահ չենք, թե ինչ է լինելու վաղը, եւ այդ բոլոր էմոցիաները հասկանալով project manager-ը պետք է կարողանա թիմին պահել եւ չկորցնել այդ մոտիվացիան, որը կա թիմին մեջ, որը հենց տանում է թիմին դեպի պրոյեկտի իրականացում։ Այսինքն ստեղ ես գերկարևորություն եմ տալիս այդ ղեկավարի, project manager-ի կամ մենեջերի դերին։ Ցավոք սրտի, ես նույնիսկ այս պահին մենեջերներ գիտեմ, project manager-ներ, ովքեր նույնիսկ իրենց թիմի հետ ոչ մի անգամ չեն խոսել այս թեմայով, այս ճգնաժամի թեմայով եւ ասենց թիմում ինչ որ անհասկանալի իրավիճակ է։ Այս պահին լիդերը պետք է լինի ավելի ճկուն, պետք է կարողանա ադապտացվել այս սիտուացիային, պետք է կարողանա արագ որոշումներ կայացնել ու թիմին տանել դեպի պրոյեկտի իրականացումը։ Նաեւ որպես հնարավորություն կարելի է դիտարկել այս ամեն ինչը, եթե մենք խոսում ենք ինչ-որ մեծ պրոյեկտի մասին, այդտեղ այդ պրոյեկտի ընթացքում project manager-ը նաև կարող է տեսնի, որ ինչ-որ նոր պրոդուկտների անհրաժեշտություն է առաջանում, կամ պետք է այդ պրոդուկտը այդ պրոյեկտի ընթացքում ինչ-որ ձևով վերափոխել, նոր ֆունկցիոնալություններ ավելացնել ելնելով իրավիճակից։ Այսինքն պետք է կարողանալ ադապտացվել։ Ես իմ կողմից երևի ավելացնեմ, երևի նաև շատ կարևոր այդ ստրեսակայուն վիճակները, հա, որովհետև ցանկացած պրոյեկտ, ինչքան է լավ դու իրան չգծես, ինչքան է լավ չհասկանաս իր բոլոր ռեսուրսները, այնուամենայնիվ միշտ աննախադեպ բաներ են լինում, որ դու կարողանաս դիմակայես ու այդ ստրեսին արձագանքես, հա, ու հենց emotional intelligence-ի մասին ենք այստեղ խոսում, որ project manager-ը նախ պետք է փորձի իր էմոցիաները հասկանալ եւ իր էմոցիաները կառավարելի դարձնել, ուղղորդել ճիշտ ուղղությամբ ու նաեւ հետո աշխատել թիմի հետ։ Մենք կոմենտ ունենք, Լևոնը Իբրանյան գրել է ՏՏ-ից դուրս գրեթե բոլոր ոլորտները ուղղակի պատրաստ չէին ստեղծված իրավիճակին,
քանի որ չունեին կամ չէին տիրապետում անհրաժեշտ on-line գործիքակազմին, ինչպես Աստղիկը նշեց, կան ուղղակի գործիքներ, որոնց կիրառումը օգնում է գրեթե չզգալ տանը մնալու հետ առաջ եկած բարդությունները։ Ոնց որ ասացած մի հատ էլ հա, Լևոնը Հայբրանյան իմ ուսանողներից է հին։ Հա։ Միջև էլ գիրես կեցես։ Բայց մի բան էլ ավելացնեմ իմ կարծիքով, համ էլ տենց մի փոքր research եմ արել մինչև մեր հանդիպումը, երևի թե երկրորդ տեղում մարքեթինգի ոլորտն է, ՏՏ-ից հետո։ Որովհետև իրանք հատկապես եթե digital marketing-ի մասն ենք խոսում, իրանք ամենօրյա ռեժիմով միշտ աշխատում են տարբեր գործիքների, տարբեր tool-երի հետ, որոնք իրանք նաև կիրառում են հենց իրանց պրոյեկտներում։ Գոնե ինչ որ մակարդակի ամեն դեպքում պատրաստվածություն կար, բայց մնացած շատ ոլորտներ, այո, լրիվ անպատրաստ էին։ Պլյուսը այն է, որ հիմա կհասկանան մարդիկ, որ ինչ որ բաներ է պետք փոխել։ Ստիպված ենք փոխում։ Առաջ մտածում ենք, այ պետքա փոխել։ Իսկ հիմա ոնց որ ուզած պիտի փոխես, թե չէ չես դիմակայի։ Հա, առաջ միշտ հետաձգում էինք, հիմա արդեն անցնենք առաջ, Աստղիկ ջան, հասկացանք հմտությունները, հասկացանք տարբեր ոլորտներ ինչպես են իրենց պահում, իսկ եթե փորձենք անդրադառնալ ընդհանրապես ապագային, հա, project manager մասնագիտությանը եւ հասկանանք այլ ինչ պետքա այսօր project manager-ը սովորի, իմանա, զարգացնի, որպեսզի դիմակայի ապագայում, չէ՞ որ skill set-ը փոխվում է այնուամենայնիվ։ Միանշանակ փոփոխություններ, հիմնական բոլոր մասնագիտությունները կարծում եմ ինչ-որ էվոլյուցիա են ապրում, փոփոխվում են անկախ ամեն ինչից, եւ նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, նույնը project management-ում։ Project management-ը փոփոխվում է, որովհետեւ մեր աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում եւ նաեւ կուզեմ նշել, որ այս տարի հենց Project Management ինստիտուտը նոր ստանդարտ է պատրաստում եւ տարվա վերջին այդ նոր ստանդարտը լույս կտեսնի, այսինքն բոլորը գիտակցում են, որ կա փոփոխությունների կարիք, որովհետեւ ժամանակին համահունչ պետք է ունենանք գործիքներ, պրոցեսներ եւ այլն։ Ուրեմն առաջինը այս պարագայում կուզեի նշել project management-ի մեթոդաբանությունների փոփոխությունը, շատերը լսած կլինեն այս տերմինը agile project management։ Ինչ է իրենց ներկայացնում agile project management-ը, վերջերս բավական տրենդային է դարձել, շատերը քննարկում են, որ agile project management-ը պետք է անել եւ այլն։ Շատերը նույնիսկ ասում են, որ արդեն համը դուրս է գալիս, որովհետեւ ինքան են ասել, որ ինչ անում են, անունը դնում են agile ու արի ու բացատրի, որ դա agile չի, հա։ Եթե փորձեմ պարզ բացատրեմ, մի հատ մեծ առանձին տրեյնինգ է իհարկե պետք է agile project management-ը հասկանալու համար, բայց եթե հակիրճ ներկայացնեմ, դա ադապտատիվ մոդել է։ Այսինքն եթե ինչ ենք անում առաջ, հիմնականում առաջ մտածում ենք, որ ինչ-որ sense պրոյեկտ պետք է անենք, մշակում ենք, տարիներով պլանավորում ենք, պլաններ ենք գրում, պատրաստում, քննարկում, բանակցում եւ հետո երկար բարակ անում ենք այդ պրոյեկտը ու հանձնում ենք մեր հաճախորդին կամ պրոյեկտի նախաձեռնողին։ Եվ միգուցե դա արդեն այդ product-ը, որը մենք ստեղծում ենք, այդքան էլ արդեն ակտուալ չէր լինում, որտեղ այնքան ժամանակ ենք մենք ծախսում այդ ամբողջ ընթացքի վրա։ Agile project management-ը ասում է, որ դու պետք է անես գործը ավելի փոքր կտորներով։ Եվ ամենակարևորը, որ ոչ թե պետք է անես պրոյեկտը ուղղակի անելու համար, այլ պետք է ստեղծես ինչ-որ կարևոր արդյունք, որը իրականում պետքական կլինի քո հաճախորդին կամ պրոյեկտի նախաձեռնողին։ Օրինակ, առաջ կարող է մի հատ ինչ-որ նոր software ուզում մտածեիր, ստեղծեիր, մինչև այդ software-ը ստեղծում էիր, կարող է քո մրցակիցը նույնպես այդ նույն soft-ից ստեղծեր։ Հիմա որ մենք փոքր քայլերով ենք գնում առաջ, եթե կիրառում ենք agile project management-ը, եթե մենք տեսնում ենք օրինակ, շատ բարձ օրինակ եմ բերում, որ մեր մրցակիցը նմանատիպ product է ստեղծում, մենք փորձում ենք ընթացքում ադապտացվել այդ նոր իրականությանը, ինչ որ նոր բաներ մտածել, նոր ֆունկցիոնալություններ տալ այդ product-ին, որ ինքը պետքական լինի։ Այսինքն մենք ի վերջո ուզում ենք ոչ թե անենք ուղղակի անելու համար, այլ ինչ որ կարևոր արժեք ստեղծենք։ Agile project management-ում շատ կարևորվում է մարդու եւ թիմի դերը։
Այսինքն կամած վերանում են այն ժամանակները, որ project manager-ը նստում է մի հատ մեծ կաբինետում, մեկ օբսիդիանից են բաներով, գրիչի Բոլորս տեսել ենք հրամանները արձակում, այդ ժամանակները ես շատ եմ ուզում ասեմ, որ ավարտվել են։ Որ մարդիկ տեղյակ չեն, որ դա տեղի է ունեցել, հա, մեկ մենեջերներ ու project manager-ներ կան, որ ուզում եմ իրանց ասեմ, մի հատ մտեք Google-ում, գրեք management, տեսեք ինչ կա, չկա։ Բայց ամեն դեպքում հիմա մենք խոսում ենք ոչ ավելի առաջադեմ բաների մասին։ Այսինքն այս ժամանակները վերջացել են։ Հիմա project manager-ի դերը կայանում է նրանում, որ ինքը թիմի հետ աշխատի եւ թիմին օգնի եւ թիմին սպասարկի եւ ծառայի, որպեսզի թիմը A կետից հասնի B կետը։ Եվ հենց այդտեղից գալիս է մի հասկացություն, որը էլի վստահ եմ լսած կլինեք, servant leadership։ Այսինքն ավելի ծառայող առաջնորդություն, այսինքն դու որպես project manager ոչ թե տես նստում ես հրամաններ ես տալի այլ թիմի հետ, հասկանում ես որոնք են նրանց խնդիրները եւ փորձում ես դրանք լուծել, հեշտացնել իրանց կյանքը, որտեղ վերջի թիմն է անում պրոյեկտը, թիմն է ստեղծում product-ը։ Դու պետք է հեշտացնես, լուծես խնդիրները, հեռացնես խոչընդոտները։ Եվ agile project management-ն է հիմա այն ամենակարևոր տրենդը, այն ամենակարևոր ուղղությունը, որի մասին պետք է սովորել եւ պետք է բարելավել մեր գիտելիքները, ոնց որ upgrade-ը պետք է անել։ Ես ինքս պատրաստվում եմ նոր մի դասընթաց անցնել, իդեպ project management ինստիտուտը նոր սերտիֆիկատների շարք ունի, դրա մասին մի քիչ ավելի ուշ կխոսենք հենց agile-ի վերաբերյալ։ Ուրեմն agile project management-ը։ Երկրորդ ուղղությունը, որը մի քիչ երևի թե մեր շուկայի համար մի քիչ շատ նոր է, բայց ամեն դեպքում կուզեմ նշել, դա արհեստական բանականության artificial intelligence-ի կիրառումն է project management-ում։ Ուրեմն երբ որ մենք հենց տենց հազիվ Microsoft project-ով պլաններ ենք սկսում կազմել, աշխարհում ուրիշ տեղեր մարդիկ արդեն արհեստական բանականություն են օգտագործում իրանց պրոյեկտներում։ Մի քանի պարզ ուղղակի օրինակ բերեմ, որ ավելի տենց հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։ Իմը գիտես ոնց է, ես HR-ում դա գիտեմ, project management-ում չգիտեմ, հետաքրքիր է զուգահեռ անցկացնել։ Հա, մեկը կենտրոնանում ենք մեր ոլորտի վրա։ Հա, որտեղ ես էլ նույն բանը կասեի արհեստական բանականությունը դասում HR-ի մեջ։ Դե հա, արհեստական բանականությունը ներխուժում է եւ ներխուժել է արդեն բոլոր ոլորտներ։ Ուրեմն եթե խոսենք արհեստական բանականության մասին հենց project management-ում, էլի դա կիրառվում է դեռևս հիմնականում IT ոլորտում, որտեղ դա IT ոլորտը ամենաառաջադեմ ոլորտն է եւ հետո մենք մյուս ոլորտներից տենց վերցնում ենք իրանցից ինչ որ բաներ ու ադապտացնում ենք։ Խոսքը գնում է օրինակ պարզ բոտերի, ու ռոբոտների մասին կամ չէ սոֆթերի մասին, որոնք ինտեգրվում են հենց IT project management software-ի հետ, օրինակ նույն Jira-ի մեջ է ինտեգրվում կամ Slack-ի հետ է ինտեգրվում, օրինակ մի հատ soft կա, որը օգնում է meeting-ներ, հանդիպումներ դնել։ Օրինակ եթե թիմում կա 10 հոգի ու դու հրահանգ ես տալի, որ sense meeting-ը ինձ պետք դնել, ինքը նայում է այդ 10 հոգու ժամանակացույցերը, զբաղվածությունը, հա, ու գտնում է այն ամենահարմար ժամը, որ այդ բոլոր 10 հոգուն հարմար է, ազատ է իրենց գրաֆիկներում ու դնում է այդ հանդիպումը։ Այսինքն իմաստը ինչու՞մ է կայանում, որ այդ ամենապարզ իհարկե օրինակը բերեցի, այնտեղ շատ ավելի բարդ ֆունկցիոնալություններ կա, օրինակ մեծ քանակով եթե դու ճիշտ դատա ես, ճիշտ տվյալներ ես, երկար ժամանակի ընթացքում ճիշտ տվյալներ ես ներմուծում քո համակարգ, վերջում որը ժամանակ անց այդ արհեստական բանականությունը քեզ սկսում է հուշել, թե ինչ սխալներ ես դու անում, ինչ տենդենսներ կան, ինչ ռիսկեր կան, օրինակ ինքը նայում է թե ինչ որ մի գործի վրա, ինչ որ task-ի վրա ինչքան ժամանակ ես ծախսել, ուրեմն հնարավոր է որ դա ուշանա։ Եվ այլն, ասես բազմաթիվ օրինակներ։ Ընդհանրապես project management-ում մարդիկ շատ ժամանակ են ծախսում եւ առհասարակ management-ում թիմը եւ project manager-ը շատ ժամանակ են ծախսում ադմինիստրատիվ աշխատանքի վրա։ Իսկ արհեստական բանականությունը ոնց որ այդ դերը կարող է վերցնի իր վրա կամ գոնե մասամբ ու այդ ժամանակը արդեն թիմը եւ project manager-ը կարող են
տրամադրել բուն պրոյեկտի խնդիրներին, ավելի մի քիչ կրեատիվ, ավելի տենց բուն տեխնիկական խնդիրների լուծմանը, կամ project manager-ը մի քիչ ավելի տենց ռազմավարական եւ այլն եւ այլն։ Այսինքն հեշտացնում է մարդկանց կյանքը, դա հաջորդ ուղղությունն է, որը ապագան է։ Այդ երկու հիմնական բաները ուզեի նշել, եւ արհեստական բան։ Հետաքրքիր է, գիտես, ինչ ստացվում, որ կարծես թե մի կողմից նեղա հենց project management-ին է վերաբերվում, մյուս կողմից էլ ինքը շատ լայն է, որովհետեւ բոլոր մասնագիտություններում ես համոզված եմ, ասենք մյուս շաբաթ մեզ մոտ մարքեթինգ է լինելու, հետո PR-ը լինելու, ասենք տարբեր մասնագիտություններ են լինելու, բոլոր մասնագիտություններում նույն բանը որ ասեն, դա կլինի արդիական, հա, որ արհեստական բանականություն, նույն agile-ը ամենտեղ ոնց որ հիմա գնալով բանա մոդայի կա դառնում, այսպես ասած, ոնց որ կա ընդհանուր տենդենսներ եւ կան նեղ մասնագիտական տենդենսներ, հա։ Այո, որովհետեւ Արփիջան, որովհետեւ իհարկե project management արվում է ցանկացած ոլորտում անում են պրոյեկտներ, մեծ կամ փոքր եւ կիրառում են այդ տարբեր գործիքները։ Մենք հարց ունենք Մարամ Գրիգորյանից, բարև ձեզ, իսկ ինչ գործիքներ եւ մեթոդներ եք օգտագործում ռեսուրսների եւ բյուջեի կառավարման համար, հարց է տալիս։ Մարդկային ռեսուրսների մասին է խոսքը։ Գործիքներ եւ մեթոդներ օգտագործում ռեսուրսների եւ բյուջեի կառավարմանից թվում է ընդհանուր ռեսուրսների մասին է խոսքը, Աստղիկ։ Կոնկրետ հիմա պետք է ես բերեմ պետական հատվածի օրինակը։ Հետաքրքիր է պետական հատվածի օրինակը, ինչու՞ չէ։ Հա, ասենց ասեմ, բարելավելու շատ տեղ կա, եւ մենք հիմա բարեբախտաբար աշխատում ենք այդ ուղղությամբ, իհարկե միշտ աշխատել ենք, բայց այդ նույն project management soft ունենալը եւ այլն, դենց երազանքի պես բան է դարձել, բայց հիմա մենք դրա վրա աշխատում ենք։ Ինչ վերաբերում է բյուջեի կառավարմանը, մեր պրոյեկտները կոնկրետ պետական ոլորտում մի քիչ սպეციფიկ են այն առումով, որ մենք աշխատում ենք վարկային համաձայնագրերով, պետությունը կնքում է վարկային համաձայնագիր ինչ որ ֆինանսավորող կազմակերպության հետ եւ այն ընդհանուր բյուջեն ի սկզբանե մշակվում է եւ հետո այդ բյուջեի կառավարումը արվում է հենց կոնկրետ այդ ֆինանսավոր, օրինակ համաշխարհային բանկի այդ ֆինանսական սիստեմով, որտեղ իրանք հետևում են ինչ վճարումներ են արվում եւ այլն։ Բայց իհարկե ուրիշ տիպի պրոյեկտներում հենց ամենաառաջի օրվանից հստակ չկա, կա ինչ որ ընդհանուր բյուջե, մենք ասում ենք summary budget, որը պրոյեկտում հենց առաջի պահին է նշվում, բայց հետո արվում է շատ մանր, երբ որ արդեն մանրամասն ժամանակացույց է մշակվում, արդեն անելիքները ավելի մանրացվում են, փորձում ենք ավելի մանր այդտենց անելիքներով հաշվարկենք, թե այդ ամեն ինչը ինչքան կարժենա, հետո այդ ագրեգացնում ենք, ավելացնում ենք ռեզերվները եւ այլն, հետո անում ենք առանձին ռեզերվ management, օգտագործվում է earned value management, որը Հայաստանում ընդհանրապես գրեթե չի կիրառվում, դա ծախսերի եւ բյուջեի մոնիտորինգի եւ նաեւ բանի forecasting ոնց ենք ասում Արփիջան մի հատ հուշի կանխատեսումների, ծախսերի կանխատեսումների շատ լավ մեթոդաբանություն է earned value management, դա նաեւ հասարակ Excel-ով կարելի անել, բայց շատ էֆեկտիվ գործիքակազմ earned value management-ը։ Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ուրեմն նույն Microsoft project-ը ունի resource management գործիքներ, որը թույլ է տալիս բացի ռեսուրսներ նշանակելուց, քո ամեն անելիքի համար դու գրում ես, թե որ անելիքը թիմից ով է անելու։ Եվ հետո ինքը փորձում է վերլուծել այդ ծանրաբեռնվածությունը, թե ասենք այդ մի թիմի անդամ քանի գործողություն է անում, թե ոնց կարելի է օպտիմալացնել դա։ Այդ Microsoft project-ը ունի այդ resource management-ի tool-ը։ Մենք դա կիրառում ենք։ Էլի հարց ունենք, ովքեր կարող են դառնալ project manager, ինչպես հասկանալ, ինչ հմտություններից է կախված, հմտությունների մասին կարծես թե խոսացինք, ուղղակի մի փոքր հետ է պետք գնալ մեր ոնց որ նայել, բայց իսկապես ով կարող է դառնալ project manager։ Նախնական ասենք ես HR մասնագիտության մեջ ասում եմ ի սկզբանե պետք է սիրես մարդկանց։
Այս նախապայմանա։ Հա, project manager-ը ի սկզբանե ինչ պետք է լինի։ Project manager-ն էլ պետք է մի քիչ սիրի մարդկանց, ոչ այդքան ինչքան HR manager-ը, բայց project manager-ն էլ է մի մարդ, ով որ ամբողջ օրը շփվում է, ու իր ամենակարևոր դերերից մեկը հենց կոմունիկացիան է։ Ոնց որ արդեն սկզբում ասեցի, դա մի հատ համադրություն է շատ տարբեր հմտությունների, գիտելիքի, փորձի։ Եվ project manager կարող է լինի այն մարդը, որ ուզում է անել այդ պրոյեկտը։ Ես դա միշտ նշում եմ, որ շատ կարևոր նախապայման է, որ մարդը ուզի այդ պրոյեկտը անել։ Բացի նրանից, որ ինքը միգուցե եւ կարող է պարամետրներով համապատասխանում է, ինքը իրական պետք է ուզի այդ պրոյեկտը բարեհաջող իրականացնել եւ այդ իր ցանկությունը պետք է մոտիվացնելով փոխանցի նաեւ թիմին, ինչը հետո հետագալի իրան, որովհետեւ եթե դու որպես project manager պրոյեկտը անում ես բարեհաջող, դա քո իսկ ռեպուտացիայի մասին է խոսում, որը հետո հետագալի քեզ եւ քեզ վստահում են ավելի բարդ պրոյեկտները։ Այնտեղ մենք project management ինստիտուտը ունի օրինակ մի հատ sense երանգյուն, կարծեմ այդտեղ չէ, ձեռքից տակ չկա, ցույց տամ ձեզ։ Ուրեմն առաջի ուղղությունը դա leadership-ն է, հենց առաջնորդությունը, երկրորդը դա տեխնիկական հմտությունն է, ու տեխնիկական ասելով project management-ում մենք չենք հասկանում օրինակ software development կամ ինժեներ, այլ տեխնիկական գիտելիք հենց project management-ում, այսինքն իմանալ ոնց այդ software-ը օգտագործել, ոնց ժամանակացույց կազմել, ոնց դա մոնիտոր անել եւ այլն եւ այլն։ Եվ երրորդ ուղղությունը դա business awareness-ն է, այսինքն բավարար ինֆորմացիա այն ոլորտի ու այն բիզնեսի մասին, որտեղ դու պրոյեկտ ես անում։ Որի համար դու աշխատում ես։ Այն ոլորտում, որտեղ դու պրոդուկտ ես ստեղծում, եթե դու բավարար գիտելիք չունես ու քեզ մեկը հարցնի ինչի համար եք այդ պրոյեկտը անում կամ ոնց եք մրցակցությունը հաղթելու, դու պետք է այնքան լավ այդ շուկան իմանաս, որ կարողանաս դա հիմնավորես։ Ու project manager-ը եթե նույնիսկ բուն այդ ոլորտի մասնագետ չի, ինքը պետք է ունենա բավարար գիտելիք այդ ոլորտի մասին։ Ու եթե ունի soft skill-եր, փափուկ հմտություններ, ինքը շատ արագ կարող է ադապտացվի այդ նոր ոլորտին, ձեռք բերի նոր գիտելիքներ։ Այսինքն այդ ամեն ինչը փոխկապակցված է։ Պարզ է։ Եթե այդ ամեն ինչը իրար հետ տենց բռնում է, ինքը դառնում է լավ։ Լավ, հասկացանք, որ երեք անկյունակարը արդեն հասկացանք, ոնց որ բան է, լավ ոնց որ բան է դառնում, հա, որ երեք կարևոր բան պետքա լինի։ Հիմա ոնց ենք մենք դա զարգացնում, դա արդեն տեխնիկայի հարց է, ժամանակի հարց է։ Այդ մի հատ էլ այդ հարցն է, ոնց որ արդեն պիտի կամաց ամփոփենք, մի հատ հարցն է, ինչ տրեյնինգներ ընդհանրապես պետքա անցնի project manager-ը։ Մենք խոսացինք հմտությունների մասին, մի հատ գիտելիքների ասպարեզներ էլի հասկանանք, Աստղիկ ջան։ Հա, ուրեմն փափուկ հմտությունն պարտադիր է եւ եթե ուրեմն պետքա լինեն իհարկե նախադրյալներ, որ դրա վրա մարդը կառուցի, որտեղ մարդիկ կան, ովքեր ընդհանրապես չեն սիրում թիմի հետ աշխատել եւ այլն, բայց հակառակ դեպքում եթե նախադրյալներ կան, անպայման պետքա այդ փափուկ հմտությունները զարգացնել։ Դա մեկ, երկրորդը իհարկե պետք է ունենալ այդ թեորիայի գիտելիքը, project management-ի ֆունդամենտալ գիտելիք, որը իրենց ներկայացնում է այն բոլոր process-ները, որով պրոյեկտը անցնում է։ Հաջորդը դա կարող է լինի սերտիֆիկացիա, որովհետև ինչի համար է պետք սերտիֆիկացիան կամ այդ ստանդարտը թույլ է տալիս թիմին խոսել մի լեզվով։ Ստանդարտը ստանդարտիզացնում է քո կազմակերպության project management-ի գործընթացները ու պատկերացրեք, եթե մեծ կազմակերպություն է, որտեղ շատ պրոյեկտներ են արվում ու ամեն project manager անում այդ պրոյեկտը ոնց որ ինքը ճիշտ է համարում, օգտագործելով իր գործիքները, իր փաստաթղթերը եւ այլն, դա դառնում է շիլաշփոթ ու շատ դժվար է դրան հետևել։ Իսկ երբ որ թիմը ինչ-որ ստանդարտ process-ներով է անցնում, պարտադիր չի ամեն պրոյեկտ անցնի այդ բոլոր process-ներով, բայց process-ները ստանդարտիզացված են։ Այդ դեպքում թիմը խոսում է նույն լեզվով, մի լեզվով, որը շատ հեշտացնում է եւ ավելի արդյունավետ է դարձնում։ Բառարանը նույնն է, էլի լինում, գործիքակազմը ու բառարանը, որը որ շատ կարևոր, նույն էջի վրա լինեն բոլորը։ Այո, որտեվ եթե ասենք մի հոգի է մեծ կազմակերպություն գնում է PMP անում, հետո հետագալի իր աշխատանքի սկսում է խոսել ինչ-որ բաներից, ոչ մեկ չի հասկանում, ավելի ներվայնանում։ Դրա համար ես միշտ կոչ եմ տալիս, որ դա արվի թիմային։
Այսինքն դա պետք է գիտակցեն ավելի բարձր մենեջերները, որ իրանց թիմերը պետք է ինչ-որ ստանդարտ գործիքակազմի տիրապետեն։ Դա PMP-ն է, այս պայդրությամբ աշխարհում ամենապահանջված project management-ի ստանդարտը։ Հաջորդ տրեյնինգը արդեն ես խոսեցի agile-ի մասին։ Եվ վերջերս Project Management Institute-ը ձեռքաբերել է Disciplined Agile սերտիֆիկացիան, այսինքն նրանք միացել են իրար եւ հիմա մոտ 6 հատ նոր սերտիֆիկացիա ունի Agile-ի ուղղությամբ։ Սկսած սկսնակից մինչեւ Agile Coach-ի սերտիֆիկատ։ Մի հարցամ էլի Աստղիկ ջան, ներողություն որ ընդհատում եմ, ուղղակի ուզում եմ որ մեզ լսողները լավ պատկերացում կազմեն, հնարավոր է չանել օրինակ project management-ի սերտիֆիկացիա միանգամից անել agile, թե այնուամենայնիվ ինչ որ նախնական գիտելիքներ պետք են, էլի, ինչ որ այն որ ասում սկզբից մինիմումը սովորեն, հետո մաքսիմումը։ Ես միշտ ասում եմ, որ PMP-ն կամ այն ֆունդամենտալ դասընթացը, որը մենք օրինակ ամերիկյան համալսարանում անում ենք, դա հիմքն է։ Որը որ պարտադիր է ըստ իս, որը դու իմանում ես, հետո արդեն ավելի հեշտ է լինում դրա վրա ինչ-որ բաներ կառուցել, դա փոփոխել։ Դրա համար ես կարծում եմ, որ այդ ֆունդամենտալ, այդ classic project management-ը պետք է սովորել, հետո նոր նաև ավելացնել ու պարտադիր է արդեն այսօրվա մեր շուկայի պահանջներից ելնելով պարտադիր է արդեն նաև այդ նույն agile project management-ի մեջ խորանալ եւ ձեռք բերել համապատասխան։ Այսինքն արդեն երկուսն էլ պարտադիր են ըստ իս։ Այս կարևոր մոմենտ է, էլի, որովհետև շատ հաճախ ոնց որ գնում են ավելի բարդին, ավելի ոնց որ ես չեմ ասում որ առաջինը բարդ չի, առաջինն էլ է բարդ, բայց ոնց որ ինքը աստիճանական զարգացում է, էլի։ Դա պարզ ու բարդի չի, մի քիչ նույնիսկ հա, ինքը ոչ թե պարզ ու բարդ է, այլ նա ավելի հիմքն է, ավելի classic project management-ը, օրինակ IT ոլորտի շատ մարդկանց թիմերի համար agile-ը հիմա բավականին ավելի պարզ ու հասկանալի է։ Այսինքն մարդիկ գայս են, ովքեր օրինակ Scrum են անում, այդ Scrum մեթոդաբանությամբ են աշխատում, ավելի լավ պատկերացում ունեն agile-ի մասին, բայց այդ classic project management, այդ project management ստանդարտը չգիտեն։ Այդ այդպիսի համադրությունը իրար հետ կարծում եմ իդեալական է, դրա համար ես ինքս հենց ուզում եմ մի քիչ ավելի խորանամ հենց agile project management-ի մասին, որ նաև ես էլ ունենամ արդի գիտելիքներ բավարար չափով։ Իրականում ես ինքս չզգացի ոնց էս 44 րոպեա զրուցում ենք արդեն, սովորաբար ես էլ չեմ զգացել, իմ համար մի քիչ տնից աշխատելը շատ համ հաճելի է, համ քիչ բարդ է, հիմա հույսով եմ, որ տանեն մյուս հատվածում սովորում ենք արդեն կամաց։ Ես արդեն չեմ պատկերացնում տնից դուրս, ինչպես եմ ես աշխատելու, ճիշտն ասած, այս Վերջին բանն եմ ուզում ասեմ, ոնց որ ավարտելուց առաջ, նախ շատ շնորհակալություն, շատ ինձ հետաքրքիր էր, ահագին բան իմացա, ահագին զուգահեռներ անցկացրեցի, հասկացա, որ այնուամենայնիվ կան ինչ-որ բազային գիտելիքներ եւ հմտություններ, որ տարբեր մասնագիտություններում հիմնարար են, ոնց որ կուզենամ ինչ-որ խորհուրդ տաս, հա, ընդհանրապես project management-ի հետ կապված, որը կլինի քո խորհուրդը, օրինակ սկսնակներին կամ արդեն նրանց, ովքեր ինչ-որ ճանապարհ անցել են, սակայն ուզում են ավելի խորանալ, որ agile պիտի սովորեն, այդ ես հասկացա, բայց ընդհանուր, հա, ասենք դիրքորոշման տեսանկյունից ինչ խորհուրդ կտաս քո գոլեգաներին։ Այն որ լիքը բաներ պետք է սովորենք բոլորս, այդտեղ կասկած չկա։ Հիմա կարծում եմ այն խորհուրդը, որը ես կտամ կամ ինչ որ կասեմ, շատ խաչվում է հենց քո ոլորտի հետ ու քո վստահ եմ դու այդ նույն խորհուրդները նաև տալիս ես։ Ես նույնը ասում եմ իմ ուսանողներին, որ շատ լավ է, որ մենք PMP ենք անում, պրոյեկտ ենք անում եւ այլն, բայց իրականում շատ կարեւոր է այդ մարդկային շփումը եւ մարդկանց հարաբերությունները։ Եթե նույնիսկ դու ֆիլանտրոպ չես, բայց ամենք ամբողջ օր շփվում ենք իրար հետ ու պետքա ինչ-որ եզրեր գտնենք եւ պետքա կարողանանք նաեւ մեր այդ աշխատանքային process-ից հաճույք ստանալ։ Եվ important է, որ դուք որպես project manager-ներ, ովքեր որ մեզ լսում են, եւ նաեւ տարբեր թիմերի անդամներ եւ մենեջերները, փորձեն ավելի շատ շփվեն իրար հետ,
Եվ այդ շփումը լինի ոչ միայն բուն աշխատանքային, այլև փորձեն մի քիչ հաճույք ստանալ, լիցքաթափեն, որովհետև հատկապես այս իրավիճակում մենք մի քիչ կարոտել ենք մարդկային շփումը, կարոտել ենք իրար ու պետքա նաև ինչ-որ տենց հաճելի պահեր մտցնել պրոյեկտում ու մեր աշխատանքում ու ես միշտ ասում եմ, որ օրինակ երբ որ PMP են հանձնում ուսանողները, ես ասում եմ, որ պարտադիր մենք դա պետքա նշենք, պետքա հավաքվենք, իրար հետ նշենք, ուրախանենք։ Իսկ այդ փոքր հաջողությունները նշելը, իրար հետ շփվելը նաև աշխատանքից դուրս կարծում եմ շատ կարևոր է ու բարձրացնում է թիմային ոգին ու հույսով եմ շատերը կհամաձայնվեն, որ դա ուղղակի բառեր չեն։ Այո, շփվեք։ Ասում սիրեցիք զմիմյանց եւ ամեն ինչ կստացվի։ Միանշանակ, այո։ Աստղիկ ջան, շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց էր եւ կարծում եմ, որ շատ հարցերի պատասխաններ ստացան մեր դիտորդները։ Կարծում եմ, որ շատերը կսկսեն մտածել այս ուղղությամբ։ Հիմա մի տեսակ մասնագիտական կողմնորոշում տեղի ունեցավ շատերի համար, որտեղ հարցերից պարզ էր, որ իսկ ինչ պետք է իմանանք, ինչ պետք է սովորենք, ոնց որ մարդիկ կմտածեն project manager դառնալ, ինչը նշանակում է, որ ուսանողության շարքը կավելանա քո մոտակա ապագայում հույս ունենանք։ Արդեն ուսանողներից շատերն են դասավանդում, հենց որ ես ուրախ եմ, մենք կկարողանանք այդ պահանջարկը բավարարել։ Մեր հանրապետությանը project manager-ներ պետք են եւ այդ ուղղությունը պետքա զարգանա։ Շատ շնորհակալություն, քեզ հաճելի երեկո։ Շնորհակալություն, որ երեկոյի մի մասը մեզ հետ անցկացրեցիր, մանավանդ որ ուրբաթ երեկո է եւ որպես կանոն մենք ինչ որ բաներ ենք ծրագրում, ճիշտ է տանն ենք, բայց փորձում ենք էլի ծրագրենք։ Իմ մոտ հիմա երեկոն եւ առավոտը եւ ցերեկը մի քիչ նվիրված են փոքր բալիկներին, հատկապես քանի որ ամբողջ օրը տանն եմ, նենց որ հիմա հետ եմ գնալու իրանց հետ անցկացնեմ ժամանակը, Արփի ջան, քեզ շատ շնորհակալ եմ, իրոք շատ հետաքրքիր էր ու քեզ հետ շփվելը միշտ մենք իրար շատ վաղուց ենք ճանաչում, արդեն ես ճանաչում ենք, այո, միշտ քո հետ շփվելը շատ հաճելի է, դու էլ լավ եղիր եւ հույսով եմ նաեւ կհանդիպենք արդեն դեմ առ դեմ շուտով։ Այ, ինձ էլ է տես թվում, որ շատ շուտով։ Բոլորին ստեսություն, բոլորին շնորհակալություն, մեր հաջորդ հանդիպումը լինելու է ամսի 15-ին եւ մենք խոսելու ենք մարքեթինգի մասին եւ էլի շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու, արդեն ոնց որ project manager management-ին անդրադարձանք, սպասեք մյուս մասնագիտություններին։ Շնորհակալ